Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Հավելեմ նաև, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան պետնախարար Արտակ Բեգլարյանին։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բեգլարյան, անդրադառնանք մարտի 29-ի հանրահավաքին։ Տեղի ունեցավ հանրահավաքը, ինչու տեղի ունեցավ, ինչու կազմակերպից, այդ նպատակների մասին մենք գիտենք, բայց մեր հեռուստադիտողները, քանի որ մեզ հետևում են Սփյուռքից, գուցե մի փոքր բացենք փակագծերը։ Ինչու որոշվեց մարտի 29-ին հանրահավաքը կազմակերպել եւ դրանից հետո որոշվեց Ազատության հրապարակում նստացույց կազմակերպել, նստացույցը այսօր փաստորեն շարունակվում է եւ հասկանանք ինչ խնդիրներ բարձրացրեցիք եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Խոշոր առումով գլխավոր պատճառը, եթե կարճ ձևակերպենք, այն էր, որ բազմաթիվ խնդիրներ ու մտահոգություններ, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի իրավունքներին, կուտակվել են եւ լուծումներ չեն ստանում առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, ավելի լայն վերցրած միջազգային հանրության կողմից, եւ մենք համախմբվեցինք Արցախյան քաղաքասարակությունը եւ կազմակերպեցինք այս հանրահավաքը ցույց տալու համար, որ իրականում այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, ինչպես ցավոք սրտի ՀՀ իշխանություններն են ներկայացնում, այնպես չէ, որ բոլոր խնդիրները կարգավորված են եւ ավելին ասենք, մեր ձայնը չի լսվում։ Մեզնից կարծիք հարցնող չկա, մեզ վերաբերող որոշումների կայացման ընթացքում, մեզնից եթե կարծիք են հարցնում, մեր կարծիքը հաշվի առնող չկա եւ այլն, եւ մենք որոշեցինք, որ պետք է հանրայնորեն ու զանգվածայնորեն պայքարենք մեր իրավունքների համար, նաեւ հնարավորություն տալով բոլոր սրտացավ շրջանակներին, կազմակերպություններ կլինեն, խմբեր, անհատներ, համախմբվելու եւ միասին քննարկենք մեզ հուզող հարցերի լուծումները։ Դրանք ռազմավարական առումով որպես տեսլական մեր հավաքական վերադարձի հարցն է, իսկ նախքան այդ բազմաթիվ այլ հարցեր եւ Հայաստանի Հանրապետությունում ներքին իրավական բնույթի, սոցիալական բնույթի հարցեր եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ երբեմն ներս գտնվող արտաքին քաղաքական հարցեր, որոնք վերաբերում են հակամարտությանը։ Դա կլինի գերիների ազատ արձակում, մեր մշակութային ժառանգության, մեր հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն, միջազգային գանգատներից չհրաժարվել եւ մի շարք այլ ուղղություններ, որոնք խոշոր առումով վերաբերում են մեր հավաքական եւ անհատական իրավունքներին եւ վերաբերում են ներառականության սկզբունքին։ Եթե մեզ վերաբերող որոշումներ կայացվում են, ներքին թե արտաքին, ապա այդ որոշումների կայացման գործում մեր ձայնը վճռորոշ պետք է լինի։ Հիմա անդրադառնանք ներքին որոշումներին, որովհետև առաջին հերթին կարծես թե այդ հանրահավաքը միտումները սոցիալական եւ գոյատևման խնդիրների մասին բարձրաձայնելը։ Տեսեք, դուք էլ եք հնչեցրել, որ այդ հանրահավաքը ապաքաղաքական է, բայց ցանկացած հանրահավաք, այսինքն եթե այդտեղ արդեն հավաքվում են մի քանի տասնյակ մարդիկ եւ որքան նոր տեղեկացված եմ, այդ օրը հանրահավաքին եղել է 9000-ից ավելի մարդ եւ այնտեղ ոչ թե միայն եղել են արցախցիները եւ շատ վատ է, որ հիմա մենք առանձնացնում ենք հայաստանցիներ եւ արցախցիներ, բայց ամեն դեպքում այնտեղ նաեւ եղել են տեղաբնակները, ոչ միայն բռնի տեղահանվածները եւ հնարավոր չէ այդքան մարդկանցով միայն սոցիալական խնդիրների մասին խոսել։ Ձեր շարժումը հիմա բնորոշում են որպես ոմանք մաքուր շարժում, քանի որ առաջին օրը հանրահավաքը, ինչպես դուք եք բնութագրել նաև, ապաքաղաքական է եղել, գումարած թեև գերիների հարցը դա ոչ թե ապաքաղաքական է, այլ արդեն քաղաքական հարցեր են։ Ամեն դեպքում կա երկու կարծիք։
որ ձեր շարժումը մաքուր շարժում է եւ իրոք ուզում եք Արցախի հարցի հետ բոլոր խնդիրների հետ կապված լուծումներ գտնել, եւ երկրորդը, որ հնարավոր է ձեր մաքուր շարժումը վերածվի մեկ այլ ուրիշ շարժման, որի մասին խոսում են, որ ինչպես որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ այնինչ արվեց Արցախում, դուք ցանկանում եք նույնը կատարել նաև այստեղ, այսինքն դա կլինի իշխանափոխություն, կլինի երկրի կործանում, մի խոսքով։ Հիմա հասկանանք, առաջին հարցս, սոցիալական որ խնդիրներն են ամենակարևորը ձեզ համար։ Նախ նշեմ, որ ոչ մի շարժում ապաքաղաքական չէ։ Ապաքաղաքական տերմինը, եթե լայն առումով մեկնաբանենք, պետք է ավելի հստակեցնել, որ բոլոր հնարավոր հանրային հասարակական շարժումները նաև քաղաքական երանգ ունեն։ Այլ հարց, որ այս շարժումը իշխանության համար պայքարի նպատակ չի ձևակերպել։ Այս տեսանկյունից, այո, կարելի է ասել ապաքաղաքական, եւ սա մեր խորհրդի այսպես ասած կոլեգիալ որոշումն է եւ վճռական որոշումն է, որ ինչ մենք հրապարակել ենք պահանջագրով, մենք այս հարցերն ենք բարձրացնում։ Դա չի նշանակում, որ խորհրդում ներկայացված տարբեր անձին կամ կազմակերպություններ առանձին դիրքորոշում չեն կարող ունենալ կամ առանձին քաղաքական գործընթացներին չեն կարող մասնակցել, բայց դա նշանակում է, որ այս շարժումը իշխանափոխության օրակարգ չունի իր առջև դրած, այլ ունի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցեր մեր առջև դրած, որոնց մասով մենք հետևողական կերպով ենք աշխատելու եւ որևէ մտահոգություն չի կարող լինել, որ այլոք կարող են օգտագործել այս շարժումը, հետո ձևափոխել դեպի իշխանափոխության պայքար եւ այլն։ Ոչ, ես անձամբ էլ դիրքորոշում ունեմ իշխանափոխության վերաբերյալ եւ բազմից հրապարակայնորեն հայտարարել եմ, բայց ես որպես այս շարժման մասնակիցներից մեկը կամ որոշում կայացնողներից մեկը կոլեգիալ ձևաչափով ես այս հարցին չեմ անդրադառնում։ Հետևաբար չեմ կարծում, թե մտահոգությունները տեղին են, ավելին ասեմ, հատկապես իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից այս հարցը շահարկվում է տարբեր մանիպուլյացիաների նպատակով եւ հանրային կարծիքը բացասական առումով մեր դեմ ուղղելու համար։ Հիմա գալով սոցիալականին, մեր գլխավոր նպատակներից մեկը Արցախի ժողովրդին Հայաստանի Հանրապետությունում պահելը եւ կայուն ու արժանապատիվ կեցության պայմաններ ապահովելն է, որովհետեւ սա ամենահրատապ եւ ամենազանգվածային հարցն է։ Իհարկե, առիթը եղել է նաեւ այն, որ եղած բնակվարձի աջակցության ծրագիրը կտրուկ փոփոխության է ենթարկվել եւ հենց այս օրերին այդ հետևանքները արդեն արցախցիները զգում են եւ մեր ժողովրդի մոտ բավականին մեծ մտահոգություն կա, դժգոհություն կա եւ միտում կա նաեւ արտագաղթի, որովհետեւ աղքատության մակարդակը կտրուկ աճելու է արցախցիների շրջանում եւ խորանալու է նաեւ, այսինքն ծայրահեղ աղքատների քանակը կտրուկ աճելու է։ Եվ մենք ինչ ենք ասում ենք, որպես հրատապ խնդիր պետք է առաջնահերթորեն լուծել այս հարցը, որը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամքից։ Եթե գերիների վերադարձը կամ բազմաթիվ այլ հարցեր կախված են նաև Ադրբեջանի իշխանությունների կամքից, միջազգային հանրության գործողություններից, ապա Հայաստանի իշխանությունների գործողություններից կամքից կախված է հենց այս հարցը։ Եվ մենք տեսնում ենք, որ իրենց մոտ դժկամություն կա, մեղմ ասած, մեր կարծիքը հաշվի առնելու։ Եղած բնակարանային ծրագիրը կամ զբաղվածության ծրագրերը բովանդակային առումով ավելի արդյունավետ դարձնելու։ Չեն ուզում ուղղակի լսել մեր մտահոգությունները որպես հետադարձ կարծիք։ Եվ մենք որոշել ենք, որ որպես մեկ ամբողջական փաթեթ սոցիալական հարցերը ոչ միայն բնակվարձի աջակցությունը, այլև ավելի կարևոր կերպով բնակարանային գործող ծրագիրը, որը ձախողված ծրագիր է, կներկայացնեմ հետո թե ինչու, զբաղվածության աջակցության ծրագրերը, որոնք
հիմնականում ձախողված են, արդյունավետ չեն, մենք ասում ենք եկեք մեկ փաթեթով այս խնդիրները լուծենք, որովհետև մեր նպատակը այն է, որ մենք մնանք Հայաստանի Հանրապետությունում, այստեղ ամրանանք եւ ամրացնենք մեր մայր հայրենիքը։ Մենք պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությանը օգտակար լինել, ոչ թե բեռ դառնալ։ Բայց իշխանությունները ցավոք ուղղակի ուզում են խոսել հարկադրանքի լեզվով եւ ցավոք սրտի երբեմն նաեւ ուղիղ կերպով շնամանք եւ ատելություն են քարոզում արցախցիների դեմ, որը ամենավտանգավոր միտումն է հիմա։ Հիմա անդրադառնանք բնակարանային ծրագրին։ Դուք ինչ եք առաջարկում, որքանով տեղյակ եմ, դուք առաջարկում եք այնպես իրականացնել այդ բնակ ծրագիրը, որպեսզի համայնքը կարողանա պահպանվել։ Այո, եւ դրա մասին մենք հենց բռնի տեղահանումից հետո ենք խոսել, բայց ակնհայտորեն իրենց որդեգրած սկզբունքներից մեկը, որտեղ իրենք անզիջում են, մեր ծրված բնակեցումն է կամ ապակենտրոնացված բնակեցումն է, որը նշանակում է, որ համայնքի պահպանման բարենպաստ պայմաններ չենք ունենալու, այլ իրենք ուզում են բոլորիս ցրել ողջ Հայաստանի Հանրապետությունում, դրա համար ներդրել են այս հավաստագրի ազատ շուկայական սկզբունքը եւ յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում, թե որտեղ ինչ բնակարան կգնի տրված ֆինանսական աջակցության շրջանակներում, որը հիմնականում առաջին երկրորդ գոտիներում, այսպես ասած Երևան, Երևանի հարակից մարզեր եւ տարբեր մարզերի մարզկենտրոններ բավարար չէ շուկայական գները հաշվի առնելով, բայց այստեղ ոչ միայն գների հարցն է, այլ նաեւ մենք ասում ենք, որ այո, ցանկալի է սկզբունքը փոխել եւ համայնքային բնակեցում խթանել, երկրորդը ցանկալի է ոչ թե պարտադրել կամ խթանել մարդկանց, որ գնան երկրորդային շուկայից տներ գնեն եւ ավելացված արժեք չի ստեղծվում Հայաստանի Հանրապետությունում, ավելին մեկ բնակիչը կամ մեկ ընտանիքը փոխանինվում է մեկ այլ ընտանիքով, իսկ տուն վաճառած ընտանիքը մի մասը գոնե արտագաղթելու են այդ գումարով հանդերձ, այսինքն կապիտալն էլ է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու, մենք առաջարկում ենք, որ իրենք խթանեն առաջնային շուկայի կառուցումը։ Այսինքն բանկերի հետ է կապված խնդիր, բանկերի հետ չէ կապված, չէ, իրենք կապել են բանկերի հետ, հիմա դրան էլ կգամ, մյուս խնդիրն է բանկերի հետ։ Մենք ասում ենք, եկեք դուք խթանեք, որ նոր բնակֆոնդ կառուցվի։ Արցախցիները իրենք կառուցեն իրենց տները կամ դուք կենտրոնացված կառուցեք համայնքներ, մենք գնանք բնակվենք։ Մենք քննարկում ենք նաև սոցիալական բնակֆոնդի հարցը, ասում ենք, հարց չկա, մենք չենք ուզում սեփականության իրավունքով բնակարան, քանի որ ցանկանում ենք վերադառնալ Արցախ։ Եկեք սոցիալական բնակֆոնդ ստեղծեք, արժանապատիվ պայմաններ լինեն, արցախցիները այստեղ ապրեն, մինչև մենք կարողանանք վերադառնալ Արցախ։ Մյուս խնդիրը ռեսուրսների հետ է կապված։ Իրենք ընտրել են բանկերի տարբերակը, հայտարարել են, որ շուրջ 500 միլիարդ դրամ, այսինքն երևի 1-2 միլիարդ դոլարի շրջանակներում գումար է ծախսվելու առաջիկա տարիներին, մոտ 5 տարվա ծրագիր է նախնական իրենց հայտարարած, որը վերցնելու են Հայաստանի բանկերից։ Եվ բանկերին իրենք տալու են ավելի քան 300 միլիարդ տոկոս 10 տարվա ընթացքում, որը նշանակում է, որ հեչ-հերիք մենք երկրորդային շուկայից բնակարաններ են գնում եւ այդ կապիտալի հիմնական մասը դուրս է գալու Հայաստանից, նաեւ դրա համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իդեմս կառավարության 10 տարվա ընթացքում ահռելի գումարներ է վճարելու բանկերին։ Մենք ի սկզբանե իդեպ նաև Սփյուռքյան մի քանի խոշոր կազմակերպություններ գրավոր առաջարկներ էին արել Հայաստանի կառավարությանը, որ իրենք կազմակերպեն միջազգային դոնոր կոնֆերանս, նաև Սփյուռքն էլ կարող էր մասնակցել, եւ մենք վստահ ենք, եթե արդյունավետ կերպով այդ դոնոր կոնֆերանսը կազմակերպվեր, հնարավոր էր, եթե ոչ ամբողջ, գոնե հիմնական մասը ռեսուրսների հավաքագրել եւ Հայաստանի ժողովրդի ուսերին չծանրացնել
այդ բեռը եւ ավելի արդյունավետ ու արագ լուծումներ տալ այդ խնդիրներին, բայց նրանք չգիտես ինչու որոշեցին, որ տոնոր կոնֆերանս չեն անում։ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է այդ խնդիրը լուծել ինքնուրույն կերպով։ Մի շարք այլ խնդիրներ էլ կան, բայց դրանք ավելի շատ ընթացակարգային խնդիրներ են, որոնք շատ նաև կարևոր են մեր ժողովրդի համար։ Դա բանկերում սև ցուցակներն է, բանկերի բազմաթիվ ընթացակարգային դժվարություններն են, կառավարության որոշման մեջ բանկերի համար ստեղծված մտահոգություններն են իրենց երաշխիքների հետ կապված, որը ջարդվում է արցախցիների գլխին, քանի որ բանկերը ասում են կառավարության որոշմամբ այսպիսի անորոշություններ կան մեր երաշխիքների համար, դրա համար մենք ձեզ լրացուցիչ բարդ պայմաններով ենք տալիս այս վարկերը։ Վերջը, սրանք բոլորը խնդիրներ են եւ ամենակարևոր խնդիրներից մեկը այն է, որ բնակարանային ծրագիրը չի կապվում զբաղվածության ծրագրերի հետ։ Իրենք խթանում են, որ մենք գնանք հեռավոր բնակավայրերում, սահմանամերձ գյուղերում բնակվենք, բայց զբաղվածության պայմաններ չեն ապահովում։ Բայց դուք համաձայն եք, դուք ասելով, որտեղ Շատերը համաձայն են, բայց այստեղ այլ խնդիր էլ կա։ Մենք ասում ենք նաև մարդկանց փորձառությունը, մարդկանց արցախյան կեցությունը հաշվի առեք, որովհետև քաղաքաբնակը այդքան էլ իրատեսական չի, որ կգնա եւ գյուղաբնակ կդառնա ու գյուղատնտեսությամբ բայց ասում են Երևանից էլ դուրս չեն ուզում, թեկուզ Վանաձորում ապրեն, Արմավիրում ապրեն։ Ասեմ, որ բավականին ուզողներ կան, եթե զբաղվածության հարցը լուծվի։ Նայեք, ինչ իրավիճակ մենք ունենք, ի սկզբանե մարզերում ավելի շատ էին արցախցիներ ապրում, քան Երևանում կամ Երևանամերձ բնակավայրերում։ Աստիճանաբար 80%-ը մոտ 40-45%-ը կենտրոնացվել է Երևանում, մնացած 35-ից 40%-ը կենտրոնացվել է Երևանամերձ բնակավայրերում, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերի հարակից բնակավայրերում։ Ինչու? Որովհետև զբաղվածության 80%-ից ավելին աշխատաշուկայի գտնվում է Երևանում ու այս հարակից տարածքներում։ Եվ բազմաթիվ դեպքեր ունենք, որ օրինակ Տաշիրում մարդկանց մեզ արցախցիներին երկար ժամանակ ձրի բնակարաններ են տվել անհատույց նկատի ունեմ, որ վարձով չապրեն, մարդիկ ամիսներ շարունակ այնտեղ ապրելով, աշխատանք չգտնելով, որոշել են գալ Երևանի մոտիկ որևէ բնակավայրում, վարձով են ապրում, որպեսզի այստեղ աշխատեն։ Ու այդպիսի օրինակները շատ են։ Դրա համար մենք ասում ենք, եկեք քննարկենք փաթեթով։ Հնարավորություն տվեք, որ մարդը, ով գնում է հատկապես երկրորդային շուկայից բնակարան է գնում, այնտեղի բնակչին փոխարինում է, ժողովրդագրական խնդիրը արդեն չենք լուծում որպես պետություն։ Գոնե այդ մարդուն հնարավորություն տվեք, որ այդտեղ զբաղվածության հարց լուծի, կայուն զբաղվածության, սկզբից իր ընտանիքը պահի, հետո ավելացված արժեք ստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Բայց ցավոք չի արվում դա, ընդ որում սա միայն արցախցիներին վերաբերող խնդիր չի։ Ընդհանրապես բախվում են, այո։ Այո, բոլորն են բախվում։ Դրա համար մենք կարող ենք ասել նաև արցախցիների համար իրականացվող ծրագրերի լավարկումը, արդյունավետության բարելավումը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության մեր մնացած հայրենակիցների համար, որոնք կրկին բախվում են եւ բնակարանային խնդիրների, եւ զբաղվածության խթանման խնդիրների, եւ մի շարք այլ խնդիրների, որոնք սուր կերպով մեր առջև են կանգնած, մի քիչ ավելի քիչ սուր կերպով բազմաթիվ այլ խոցելի ընտանիքների առջև են կանգնած։ Պարոն Բեգլարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Պարոն Բեգլարյան, մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Հոգեեցում եմ մեր հույրին մի հատ առաջարկ անեմ։ Լսում ենք։ Հարգելի մեր հույր, ես մի հատ առաջարկ ունեմ ձեզի։ Այս Ղարաբաղցիների մեջ մի հատ
հասիպով տղաբար չկա, որ խփեք Լավ, ես ստիպված եմ անջատել, որտեղ սա արդեն մենք միշտ խնդրել ենք Բռնության քարոզը։ նման հայտարարություններ մեր եթերից չանել, որտեղ մենք ինքներս այդ ձևաչափին դեմ ենք, մեկ այլ ուրիշ զանգ վերցնենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, Բարև բարև ձեզ։ ձեզ պարոն Բեգլարյան, ուրախ ենք ձեզ տեսնելու նոյնտապանի եթերում, մենք շատերս հետևում ենք ձեզ Արցախի շրջափակման ժամանակ։ Պարոն Բեգլարյան, մենք սփյուռքահայերս շատերս եկել ենք Միացյալ Նահանգներ եւ այսօր կատարում ենք աշխատանքներ, որոնք մենք չենք կատարել մեր հայրենիքում։ Եվ ձեզ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես մեղավոր չէ Արցախի կորսանման հարցում։ Ձեր ղեկավարությունը մերժեց արևմտյան հարթակում բանակցել, կորսանվեց Արցախը, իսկ Հայաստանը չէր կորսանելու իրեն հանուն Արցախի։ Ասացեք, խնդրեմ, բացատրեք ձեզ սփյուռքահայերիս, դուք կարող եք Հայաստանում զբաղվել մի բանով, որը նախկինում անում էին օրինակ ադրբեջանցիները, անասնապահությամբ զբաղվել, նրանք չկան, կաք դուք նրանց փոխարեն։ Ասացեք, խնդրեմ, ինչու չի կարող արցախցին զբաղվել դրանով եւ ինչով է արցախցին առավել շարքային հայաստանցուց կամ սփյուռքահայից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ցավոք սրտի այնպիսի թեզեր եք օգտագործում, որոնց պետք է ես հակադարձեմ։ Նայեք, նախ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում առավել չէ մեկ ուրիշից, այդ թվում եթե համեմատություն եք անում, արցախցին տեղաբնակ հայաստանցուց բնականաբար առավել չէ։ Եվ ասեմ իմանաք, որ արցախցիները հիմա բազմաթիվ աշխատանքներ կատարում են, որոնք Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնությունը չեն կատարում։ Ես ձեզ օրինակ բերեմ վիճակագրությունը, արցախցիների շրջանում Հայաստանում զբաղվածություն ունեցող արցախցիների շուրջ 22,000 է, միջին աշխատավարձը ամսական չի անցնում 150,000-ը։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում չհաշված արցախցիներին միջին աշխատավարձը 210-220,000 է։ Սա խոսում եմ առանց հարկերի։ Արդեն դա ցույց է տալիս, որ արցախցիների մեծամասնությունը կատարում է ցածր վարձատրվող աշխատանք։ Երկրորդը, եկեք մի համեմատեք, մի քիչ սխալ է ձեր համեմատությունը, ասում եք արեք այն աշխատանքները, որոնք ադրբեջանցիներն էին անում, ես համարում եմ, որ էթնիկական հիմքով խտրականություն եք ներկայացնում քարոզում եւ հատկապես որ արցախցիների համար նաեւ վիրավորական ձևով եք անում, բայց սա էլ էական չէ։ Ես ասում եմ զբաղվածության պայմաններ ստեղծել, մենք չենք ասում առոք փառոք մեզ պահեք։ Հայաստանում այդպիսի մարդ էլ չկա, որ առոք իրականում չկա եւ մենք պատրաստ ենք աշխատել։ Իդեպ ասեմ, Արցախում երևի աշխատունակության մակարդակն էլ միջին առումով ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետությունում է եղել, բայց դրա համար պետք է բարենպաստ միջավայր, ընդ որում ոչ միայն սոցիալական, այլ նաեւ հոգեբանական։ Ատելության քարոզ չպետք է լինի, ինչպես մեր հայրենակիցը մի փոքր նուրբ ձևով ներկայացրեց, եւ բացի դրանից ես ստիպված եմ նաեւ արձագանքել, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ մեծ մեղքի բաժին ունեն Արցախի կորստի հարցում եւ սուտ են ձեզ ներկայացնում, որ ասում են Արցախի իշխանությունները մերժել են արևմտյան հարթակներում բանակցությունները։ Պարզապես ստում են։ Ու դա նաեւ արտգործնախարարությունն է ստում եւ վարչապետ Փաշինյանն է ստում, Արցախյան իշխանությունները Սոֆիայի հանդիպումից ոչ թե հրաժարվել են, այլ միջազգային մեխանիզմ ու երաշխիքներ են պահանջել, որոնք Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն անընդհատ ասում են Ստեփանակերտ, Բաքու, երկխոսություն միջազգային մեխանիզմներով։ Մենք ասում ենք Սոֆիային, որ հանդիպում ենք, ինչ երաշխիքներով ենք հանդիպում, որ պայմանավորվածությունները պետք է կատարվեն։ Միջնորդներ լինում են, թե չէ։ Նույն արևմտյան միջնորդները պատրաստ չէին այդ հանդիպմանը ներկա գտնվել, որովհետև Ալիևը ասում էր, սա ձեր գործը չի, սա երկկողմ հանդիպում է։ Հայաստանի իշխանությունները չպնդեցին դրա վրա։ Բրատիսլավայի հանդիպումը, որը պետք է 23 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունենար, շատ ուղիղ կերպով մերժել են Ադրբեջանի իշխանությունները։ Այն դեպքում, երբ մենք ծանր վիճակում, քանի որ ժողովուրդը հումանիտար լուրջ խնդիրներ ուներ,
պատրաստ էինք նույնիսկ առանց միջազգային մեխանիզմների ու միջնորդների ներկայության հանդիպել, այն դեպքում, երբ իրենք Վագիվ Խաչատրյանին Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին հուլիսի 29-ին, մեր ներկայացուցիչների ինքնաթիռի տոմսերը գնաց էր հուլիսի 31-ին արդեն պետք է թռնեին, Բաքվից կապվել են միջնորդների հետ եւ չեղարկել են հանդիպումը, առանց որևէ հիմնավորման։ Եվ ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները այսքանը իմանալով անընդհատ ամեն ինչ գցում են արցախցիների գրպանը։ Ու սա շատ ցավալի է։ Իսկ ինչու են Հայաստանի իշխանությունները մեղավոր, գլխավորապես, որովհետև Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Մենք ավելին իրենցից չէինք էլ ակնկալում, ուղղակի ասում էինք՝ մի ճանաչեք։ Եվ ընդունեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ամբողջ աշխարհն է ընդունում։ Մենք չենք ասում Հայաստանի Հանրապետություն գնա Ադրբեջանի հետ պատերազմիր, կորցրու Հայաստանի Հանրապետությունը։ Այս նարատիվները, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները օգտագործում են իրենց մեղքերը քողարկելու եւ արցախցիների դեմ ատելության քարոզ անելու համար, որը շատ լուրջ խնդիր է։ Մեր գլխավոր խնդիրը մեր պառակտվածությունն է, հայ ժողովրդի։ Իսկ պառակտվածությունը ես ցավում եմ, որ այդպես եմ ասում, բայց իրականությունն է, առաջին հերթին սերմանում են Հայաստանի իշխանությունները, եւ Հայաստանում եւ Սփյուռքում։ Պարոն Բեգլարյան, հիշեցնում են նաև, որ դուք Ռուսաստանի Դաշնությանը շատ մեծ նշանակություն եք տալիս, եւ նաև մեղադրում ենք։ Եվ հիշեցնում են, որ Պուտինի այդ դրոշներով, տորթով դիմավորում եք, եւ այդ Ռուսաստանը ինչպես վարվեց եւ երբ առաջարկում էին այնտեղ ոչ ռուսական զորքերը ով էր առաջարկում։ Ոչ մեկ։ Նայեք, էլի ես ասում, քարոզչական դաշտում անընդհատ թեզեր են գցում, ասում էին հնարավորություն կար այլ խաղապահների, ես ասում եմ ցույց տվեք, չկար այդպիսի հնարավորություն։ Հնարավորությունը չի եղել, թե առաջարկը չի եղել։ Առաջարկն էլ չի եղել։ Ես, քանի որ ես ինքս էլ բանակցել եմ տարբեր դիվանագետների հետ, նաև 21-22 թվականներին, ես ուղիղ ասում եմ, ֆրանսիացի, ամերիկացի, ԵՄ իշխանությունները մինչև Ուկրաինայի պատերազմը ուղիղ կերպով ընդունում էին ռուս խաղաղապահների ներկայությունը եւ լեգիտիմացնում էին, դրա վերաբերյալ տարբեր հայտարարություններ կան, դրանից հետո ինչ իրավիճակ մենք ունեցել ենք այդ թվում շրջափակումը, արևմտյան ուժերը որևէ կերպ իրենք այլընտրանքային առաջարկ չեն արել։ Ես ձեզ օրինակը բերեմ նաև բլոկադայի ժամանակ, քանի որ ես մասնակցել եմ նախագահի հետ on-line բանակցությունների, արևմտյան դիվանագետների հետ, իրենք որևէ միջազգային անվտանգության երաշխիք մեզ չէին տալիս։ Մեզ ասում էին ուղղակի պետք է ինտեգրվեք եւ մենք հավատում ենք Ալիևի խոսքերին, որ դուք խնդիր չեք ունենա։ Այն դեպքում, որ Ադրբեջանում հայատյացության մակարդակը նույնիսկ միջազգային դատարաններն են արձանագրել։ Էլ ես մնացածի մասին չեմ խոսում, բայց իդեպ սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահները մեղավոր չեն։ Ռուսական կողմը իհարկե մեղավոր է ավելին, քան արևմտյան իշխանությունները, որովհետև իրենք ստանձնել են պատասխանատվություն իդեմս խաղաղապահների եւ իրենք ձախողել են, նույնիսկ երբեմն նաև համագործակցել են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նույն 20 եւ բլոկադան եւ 23 թվականի սեպտեմբերի հարձակումը իրենք չեն կանխել եւ չեն էլ փորձել կանխել ոչ քաղաքական, ոչ ռազմական միջոցներով։ Բայց եկեք չմոռանանք, որ ռուսները իրենց աշխարհակաղակական շահերից են ելնում, այո, մենք պետք է դա հաշվի առնենք ու պետք է իրենց մեղադրենք, որ իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել, բայց եթե մեր սեփական իշխանությունները իրենք հրաժարվում են իրենց պատասխանատվությունից, միշտ բանակցում էին Արցախի անունից, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն են ստորագրել, վերջի Արցախն ու Հայաստանը մեկ ինքնության, մեկ անվտանգային, մեկ, չգիտեմ, ազգային տարածքում են գտնվում։ Եթե Հայաստանի իշխանություններն են հրաժարվել իրենց պատասխանատվությունից, գնանք ռուսներին ասեն գլխավոր մեղավորը դուք եք։ Չէ, գլխավոր մեղավորը Հայաստանի իշխանություններն են, հետո նոր ռուսական իշխանությունները, հետո նոր արևմտյան։ Եվ ի դեպ ասեմ, բոլորը
եւ Հայաստանի իշխանությունները, եւ Ռուսաստանի իշխանությունները, եւ Արևմտյան իշխանությունները տարբեր ձևերով աջակցել են մեր դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը։ Իսկ Արցախի իշխանությունները Արցախի իշխանությունները բացթողումներ են արել։ Բացթողում է թե այդ Սխալներ, բացթողումներ։ Նայեք, խնդիրը այլ է։ Եթե մենք բարձր մակարդակով խոշոր սխալները չենք քննարկում, որոնք ավելի ազդող գործոններ են, մենք տեղական գործոնները, որոնք Արցախի իշխանությունների սխալները, բացթողումներն են, մենք դա քննարկենք, միևնույն է իրավիճակը չի փոխվում։ Այսինքն Արցախի իշխանությունները ինչ էլ անեին, ցավոք սրտի եմ ասում, մենք այդքան ազդեցության գործիք, այսպես ասեմ, գործիքակազմ չենք ունեցել, որ մենք իրավիճակ փոխենք։ Ազդող գործոնը եղել է գլխավորը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որով պայմանավորված էր նաև միջազգային հանրության դիրքորոշումները։ Երկրորդը ռուս խաղաղապահների ներկայությունը կամ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները, երրորդը ընդհանրապես միջազգային հանրության միջազգային կարգը, որը առաջնահերթորեն արևմտյան երկրներն էին պահում, բայց նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 3 նիստ եղավ, 3 նիստում նույնիսկ մի փաստաթուղթ չընդունվեց։ Ինչու, որովհետև արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, նախընտրում էին, որ Արցախը կորսվի, որպեսզի ռուսական ազդեցությունը նվազի, եւ սա շատ հստակ աշխարհաքաղաքական վերլուծություն է։ Ֆրանսիական իշխանությունները փորձել են Բանաձևի նախագիծ ներկայացնել, ես ասում եմ շատ ուղիղ իրականությունը։ Ամերիկյան իշխանությունները եւ ռուսական իշխանությունները արգելափակել են ֆրանսիական նախաձեռնությունը, հետո նաև բրիտանական ու չինական իշխանությունները, բայց իրենք ավելի ֆոնային կերպով։ ԱՄՆ-ն կատեգորիկ կերպով մեծ այդ բանակցություններում ուղիղ ասում էր, որ արդյունավետ չի Բանաձևը։ Դա եղել է 23 թվականի օգոստոսին, երբ արդեն 2 ամսից ավելի նույնիսկ Կարմիր խաչը մեզ համար դեղորայք ու սնունդ չէր բերում։ Ու սա ցեղասպանություն է, սա բոլորն են արձանագրում։ Եվ արևմտյան իշխանություններն էլ շատ ավելի քիչ, քան ռուսական իշխանությունները աջակցել են այդ ցեղասպանական քաղաքականությանը։ Սա է իրականությունը։ Իսկ Արցախի իշխանությունների մասով ես պատրաստ եմ այդ սխալների մասին խոսել, բայց երբ մենք բոլոր տվյալները հավաքենք ու պատրաստ լինենք բոլորի մեղքերի մասին հավասարաչափ խոսելու, ըստ իրենց ազդեցության կշռի։ Պարոն Բեգլարյան, կա նաև հետևյալ տեսակետը, որ իշխանափոխությունը երբ եղավ, հիշեցնում են, թե ովքեր ուրախացան եւ այստեղից առաջինը ովքեր շնորհավորեցին Արցախյան նորընտիր իշխանություններին։ Հանրության հետևյալ հարցը, ես հիմնականում ուղղում եմ այն, ինչ որ ժողովուրդն է խոսում։ Երկրորդ եւ երրորդ նախագահների մեղքը չի եղել այս ամենում եւ ինչու այսօր սլաքները նաեւ նրանց ուղղությամբ չեք ուղղում։ Նույնիսկ ես արցախցիներից երբ գիտեին մենք անոնց տվեցինք, որ դուք եք լինելու մեր հյուրը, այսպեսի մի հարց են ուղարկել ինձ։ Նույնիսկ նրանք չունեն այդ շենքերը, որ կարողանան անվճար եւ անհատույց նվիրել իրենց ժողովրդին։ Նայեք, նորից այստեղ անջատում է արվում հայաստանցի արցախցի ցավոք, բայց խնդիր է։ Ինչու Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից չեք ուզում այդ տները եւ ինչպես իրենք են ասում, նաեւ Արայիկ Հարությունյան այստեղ շենքեր ունի կառուցած։ Նայեք, շատ դեպքերում բամբասանքներ են դրանք։ Արցախի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կուտակած հարստությունների վերաբերյալ։ Թալանել են Արցախը, բերել են Երևանում այստեղ։ Հիմա դրանք ինչու են ասում։ Ես չեմ ասում կոռուպցիա չի եղել։ Ես ասում եմ ինչ եղել է, բոլոր տվյալները Հայաստանի իշխանությունները ունեն, քրեական գործեր են հարուցված, տևական ժամանակ մինիմում 1.5 տարի է, այդ քրեական գործերի շրջանակներում բազմաթիվ անձանց հրավիրում են քննչական մարմիններ, ցուցմունքներ են վերցնում, այդ թվում Արցախի իշխանություններին։ Եվ իրենք ունեն տվյալների շտեմարանները։ Եթե եղել է այդպիսի իրավիճակ, ինչու իրենք այդ թալանածը հետ չեն բերում։ Թող բերեն, ես կողմ եմ։ Ես խնդիր չեմ տեսնում։ Այսինքն ես անձամբ խիղճս մաքուր է, ես ոչ մի բացի աշխատավարձից որևէ այլ եկամուտ ոչ բնակարան ունեք Երևանում, ոչ բեսալացականներ, տան եմ ապրում, աշխատում եմ, զոռով վարկ եմ մուծում եւ այլն, եւ իմ խիղճը մաքուր է, դրա համար էլ լեզուս երկար է, բայց
ով թալանել է, խնդրեմ գնացեք բերեք, բայց ասեմ, որ Հայաստանի իշխանությունները այս խոսույթները օգտագործում են իրենց վրայից կրկին պատասխանատվությունը գցելու համար։ Նախկին իշխանությունների մասով այնպես չէ, որ ամեն ինչ ճիշտ է եղել, ամեն ինչ իրենք ճիշտ են արել եւ այլն։ Ես իմ վերապահումներն էլ ունեմ բոլոր իշխանությունների գործողությունների վերաբերյալ, բայց եթե գործող իշխանություններից չես պահանջում արդյունքներ, պատասխանատվություն, ումից պետք է պահանջես։ Իսկ ինչ վերաբերում է Արցախում իշխանափոխությանը, դա էլի հերթական առիթն է, որ Հայաստանի իշխանությունները իրենց վրայից գցում են պատասխանատվությունը։ Ասեմ, որ ես անձամբ դեմ եմ եղել իշխանափոխությանը, քանի որ ես եղել եմ խորհրդական, պարոն Հարությունյանին ես քանիցս հիմնավորել եմ, որ ինքը հրաժարական չպետք է տա, եւ ինքը քանիցս ուզել է հրաժարական տա բլոկադայի մեկնարկից սկսած մինչև օգոստոսի վերջին արդեն վերջնական հրաժարականը տվեց։ Ես միանշանակորեն ասում եմ տիրապետելով իրավիճակին տեղում։ Իշխանափոխություն լիներ թե չլիներ, նույն իրավիճակներ լինելու, լրիվ նույն իրավիճակը։ Այսինքն այնպես չի, որ Ադրբեջանի իշխանությունները հարձակվել են, քանի որ Արցախում իշխանություն է փոխվել։ Ոչ, ուղղակի Հայաստանի իշխանություններին եւս մեկ լրացուցիչ փաստարկ է տրվել իրենց վրայից գցելու եւ գցելու նախկինների գրպանը պատասխանատվությունը։ Չկա այդ խնդիրը ընդհանրապես։ Ես ձեզ հիշեցնեմ, Ալիևը ասում էր Աղդամի ճանապարհով պետք է ճանապարհը բացվի եւ հումանիտար մատակարարումները լինեն, մենք երաշխավորում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արևմտյան եւ հետո նաեւ ռուսական միջնորդները մեզ հորդորում էին արդեն վերջին շրջանում, որ լավ եկեք Աղդամի ճանապարհը բացեք Կարմիր խաչի համար, մենք Լաչինի միջանցքն էլ կբացենք, եւ նույնիսկ իրենք սեպտեմբերի 17-ին Ստամբուլում եռակողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Այնտեղից զանգել են Արցախի ներկայացուցչին, իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին, ասել են մենք երեքով երաշխավորում ենք, որ այս ճանապարհը Աղդամի ճանապարհը բացելով մենք Լաչինի միջանցքն էլ կբացենք հումանիտար մատակարարումների համար եւ դուք անվտանգության խնդիր չեք ունենալու։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 18-ին դրան հաջորդող օրը Աղդամի ճանապարհով եւ Լաչինի միջանցքով Կարմիր խաչը մի քանի բեռնատար դեղորայք եւ սնունդ տարավ Արցախ։ Սեպտեմբերի 18-ն էր դա, իրենց ասածը մենք արեցինք, թեև միջազգային իրավունքի, հումանիտար իրավունքին եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումներին դա դեմ էր եւ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց։ Ուզում եմ հասկանալ ինչն էր փոխվել։ Իշխանափոխություն եթե չլիներ, կարող է այս ճանապարհն է չբացվեր, բայց Արցախի նոր ընտրված իշխանությունները, որոնց մասով ես ինքս վերապահումներ ունեի եւ ունեմ, այսինքն արդյունավետության տեսանկյունից, բայց իրենք համաձայնվել են, թեև ներքին ժողովրդական ընդվզում կար, ընդդիմություն կար դրան, բայց իրենք ընդունել են արևմտյան եւ ռուսական միջնորդությունը եւ երաշխիքները եւ մեկ օր տևեց դա հաջորդ օրը Ալիևը հարձակվեց ով Ալիևին ասեց որ սխալ ես արել ով Ալիևին ասեց որ հանցագործություն ես կատարում ոչ մեկ ուզում եմ հասկանալ այստեղ ինչ կապ ունի Արցախի իշխանափոխությունը ոչ մի կապ չունի պարզապես նրանք ովքեր իրենց բաժին պատասխանատվությունը ու մեղավորությունը ունեն ամեն առիթ օգտագործում են իրենց վրայից գցելու։ Ես ասում եմ բացարձակ ստեր են փչում, որ ասում են արևմտյան միջնորդություններից մենք հրաժարվել ենք ու հանդիպման չեն գնացել։ Ես վստահաբար ասում եմ, հատկապես Բրատիսլավայի հանդիպման մասով մենք բոլոր գներով պատրաստ էինք գնալ։ Իրենք վերջին պահին հրաժարվեցին։ Հիմա նորից վերադառնանք արցախցիների խնդիրներին այս թեմայի շուրջ կարելի է։ Ես կարծում եմ կարող ենք մեկ օր միայն անցյալին անդրադարձ, ունենալ, որովհետև բազմաթիվ հարցեր կան ծագած եւ ցավոք սրտի սուտ ինֆորմացիան ադրբեջանական քարոզչա մեքենայով եւ երբեմն ցավոք հայաստանյան իշխանությունների քարոզչա մեքենայով այնքան շատ է տրվում,
որ մենք հակառակը չենք կարողանում ներկայացնել։ Կփորձենք, պարոն Բեգլարյան։ Հիմա եկեք ապագային ու ներկային անդրադառնանք, ինչ ունենք անելու մենք Ինչ ունենք, փաստորեն դուք Վրան ազատության հրապարակում է, այնտեղ հանդիպումներ եք ունենում եւ մի հարց է, ինչու որոշեցին հենց հասարակական կազմակերպությունները իրենց ուսերին վերցնել այս խնդիրի եւ հանրահավաքի կազմակերպում, ինչով էր դա պայմանավորված, մտավախություն ունեիք, որ քաղաքական ուժերի ներգրավվածությունը այլ բովանդակություն կհաղորդի եւ իշխանությունները հանձնկառնեն այդ ամենը կասեցնելու։ Իրականում եւ դա եւ բնականաբար ժողովրդի կողմից տարբեր խնդիրներ կան, վստահության խնդիր կա նաեւ քաղաքական ուժերի կողմի հանդեպ եւ այլն, այնպես չէ որ արցախյան հասարակությունն էլ համախմբված է, ցավոք սրտի, արցախյան գործող իշխանություններն էլ բավականին թույլ վիճակում են, թեև նորից եմ ասում, ես իմ քննադատական կողմն էլ ունեմ, քննադատությունն էլ ունեմ իրենց անգործության հանդեպ, բայց մյուս կողմից լավ վիճակում չեն, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից լրջագույն բռնաճնշումների ներքո են, եւ նաեւ ռեսուրսների լուրջ խնդիր կա, ռեսուրս էլ չունեն։ Մյուս կողմից քաղաքական ուժերի հանդեպ անվստահություն կա գրեթե բոլորի հանդեպ մեր ժողովրդի մոտ, իրավիճակով պայմանավորված, նաև տարբեր քարոզչական այս հնարքներով պայմանավորված, որոնք ներկայացվում են, եւ այդ պատճառով բնականորեն քաղաքասարակությունը լավ թե վատ հասարակական կազմակերպությունները կարողացել ենք համախմբվել եւ ինչ որ միասնական ճակատով հանդես գալ։ Եվ մենք ուրախ ենք, որ հիմա արդեն աստիճանաբար այս պայքարը դառնում է ոչ միայն արցախցիների, այլ հայաստանյան լայն շրջանակների համախմբում եւ հասարակական եւ քաղաքական։ Ես հասկանում եմ, որ այստեղ նաեւ կարող եմ մեկնաբանել, որ եթե քաղաքական կուսակցություններն են աջակցում, ապա քաղաքական աստառ այդտեղ չկա եւ այլն, կարծում եմ մենք կարողացել ենք հստակ սկզբունքները ձևակերպել, այսինքն ռիսկերը նախապես դուք հաշվի ենք առել, այո, եւ քաղաքական կուսակցությունները, ովքեր գալիս են մեզ այդ քննարկումների եւ աջակցություն են հայտնում, բոլորն էլ ընդունում են, որ իրենք այն օրակարգին են աջակցում, որը մենք հրապարակել ենք, այսինքն արցախցիների իրավունքների պաշտպանության օրակարգին։ Դրանից դուրս մենք չենք գալիս եւ դրանից դուրս համագործակցություն չունենք, բայց սա միայն քաղաքական կուսակցություններին չի վերաբերում, այլ նաև բոլոր հասարակական կազմակերպություններին եւ իդեպ մենք խնդրում ու ակնկալում ենք, որ սփյուռքյան կազմակերպությունները, խմբերն էլ, որոնք ընդունում են այս պահանջագիրը, որը մենք հրապարակել ենք, իրենք էլ հանրայնորեն, հրապարակայնորեն աջակցություն հայտնեն, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ մենք համահայկական ու համազգային համախմբում ունենանք այս հարցերի շուրջ։ Եվ ասեմ, որ բոլորն էլ այնպիսի հարցեր են, որոնք հիմնավոր են։ Մենք որևէ ոչ հիմնավոր բան չենք ներկայացնում։ Մենք հասկանում ենք, որ հավաքական վերադարձը կարճ ժամկետի հարց չէ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դժվարին անվտանգային իրավիճակում է։ Նույնիսկ ավելին ասեմ, մենք բոլորս հնարավորինս անում ենք, որ վտանգի տակ չդնենք Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ, եւ մեզ համար շատ կարեւոր է առաջին հերթին պահպանել Հայաստանի Հանրապետությունը, մեր մայր հայրենիքը, եւ զորացնել, զարգացնել մեր մայր հայրենիքը, նոր դրա միջոցով մենք կհասնենք մեր ավելի լուրջ իրավունքների պաշտպանության, այդ թվում հավաքական վերադարձի։ Եվ որևէ մեկը թող չշահարկի ու մանիպուլյացիայի չենթարկի, ասի մենք միայն Արցախի մասին ենք մտածում ու խոսում։ Ոչ, մենք հավասարապես ցավում ենք Հայաստանի Հանրապետության համար։ Եվ ասեմ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, հավատացեք, որ արցախցիները հավասարապես, նույնիսկ միգուցե ավելին, քան Հայաստանի բնակիչները պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքը։ Այս մասով թող որևէ վերապահում որևէ մեկը չունենա։ Մենք մի եք զանգել ընդունենք։ Խնդրեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Բարի ձեզ։ Բարև ձեզ։ Երկու հատ նախ այստեղն Ղարաբաղցիա գիտեմ իրավորվելա եւ Սերժիգը Ռոբերտիկը Ղարաբաղցի են։ Ինչու Հայաստանը
չճանաչեց Ղարաբաղի անկախ պետություն կամ միացում, այդ մեկ։ Երկրորդ հարցը Ղարաբաղցիք Հադրութից, Մադաղիսից եկել են Հայաստան ու ասում են մենակ մենք ուզում ենք Երևանում ապրել։ Պետությունը ասում է գնա Գյումրիում ապրի։ Լավ, հասկանալի է, մենք այդ հարցին արդեն Ես պատասխան եմ կարճ, ինչու անկախությունը չճանաչեցին կամ միացման չտարան, չեմ կարող իրենց փոխարեն ասել, ես ավելի բարենպաստ պայմաններում այո, ես էլ կարծում եմ, որ մինչև 20 թվականը, այդ թվում 20 թվականի պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները դա կլինի Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունները պետք է ճանաչեին Արցախի անկախությունը։ Դրա լավ հնարավորություններ 16 թվականի ապրիլյան պատերազմը, որ միջազգային հանրությանը պատշաճ ձևով կարելի էր ներկայացնել, չգիտեմ ինչու։ Եվ աշխարհաքաղաքական այս իրադարձությունները դեռ չէին ամեն դեպքում։ Այո, շատ ավելի բարենպաստ պայմաններում էինք մենք գտնվում։ Իսկ ապրելու մասով ես արդեն բացատրեցի, մենք չենք ասում Երևանում ապրենք։ Ես ինքս պետք է ու ստիպված եմ Երևանում ապրել ու պատրաստ եմ դրա համար լրացուցիչ վճարել, այսինքն ես ինքս արդեն վարկ եմ ձևակերպել, ես աշխատում եմ ամենամսյա աշխատավարձ եմ ստանում, աշխատավարձիս հիմնական մասը ես վճարում եմ վարկ։ Ու ես հասկանում եմ, որ ես պետք է լրացուցիչ վճարեմ, ինչու Երևանում, որովհետև իմ աշխատանքը այստեղ է, ես այլտեղ չեմ կարողանում։ Եվ նոր խոսեցինք, որ հիմնականում այստեղ է այո, եւ եթե աշխատանքի հնարավորություն լինի, տրվի, ես կարծում եմ արցախցիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է Երևանից դուրս ապրել։ Եվ դրա համար եք դուք փաթեթային այդ առաջարկը ներկայացնում, բնակարան, աշխատանք, զբաղվածություն, ուսում, այդ ամենը միասին։ Պարոն Բեգլարյան, հիմա խոսենք դուք ներկապահին ինչ հանդիպումներ եք ունեցել իշխանությունների հետ եւ այսպիսի մի հարց։ Արդյոք կա ինչ-որ մի հանձնաժողով, որը զբաղվում է կոնկրետ արցախցիների հարցերով։ Կա այդպիսի։ Չկա Արցախի շտաբը եւ ինչու վերացավ, որտեղ ամեն դեպքում մարդիկ գիտեն կոնկրետ որտեղ են գնում իրենց խնդիրները։ Գիտեմ, իրականում նայեք, մի քանի անգամ առաջարկ եղավ տարբեր փորձագիտական շրջանակներից Հայաստանի իշխանություններին, որ ձևավորվի մեկ մարմին, գրասենյակ, այսպես ասած, որը կենտրոնացված արցախցիների բոլոր հարցերով կզբաղվի, խնդիրները կարձանագրի, մարդկանց կլսի եւ կգեներացնի նաեւ ծրագրեր, կառաջարկի Հայաստանի իշխանություններին։ Եվ դա լինի պետական ինչ-որ մարմին։ Բայց նրանք չհամաձայնվեցին, ասեցին, ահա կա միգրացիոն ծառայությունը, կա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ մնացած լիազոր մարմինները ամեն մեկը իր մասով կաշխատի, բայց այստեղ լուրջ խնդիր մենք ունենք, որ մարմինների միջև համագործակցությունը կամ ներդաշնակ աշխատանքը բավականին խնդրահարույց է։ Եվ այդ խնդիրը արտացոլվում է, դրսևորվում է նաեւ արցախցիներին վերաբերող հարցերով, ոչ միայն մեզ, բոլոր պետական ծրագրերում, որը ենթադրում է միջգերատեսչական սինխրոն աշխատանք, բավականին խնդիրներ են տեսանելի։ Իսկ շտաբի մասով, քանի որ Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մենք ձևավորել էինք 20 թվականի պատերազմից հետո, Հայաստանում գտնվող մեր բնակիչների հարցերով զբաղվելու, մինչև 23 թվականի վերջ փաստացի գործեց, բայց քանի որ ֆինանսավորվում էր Արցախի բյուջեից եւ բյուջեն արդեն չկա, հետեւաբար լուծարվեց, իսկ Հայաստանի իշխանությունները փոխարինող մեխանիզմ չձևավորեցին, որ անմիջապես ժողովրդի հարցերով հնարավոր լիներ զբաղվել։ Եվ դա էլ պատճառ դարձավ, որ փաստորեն հիմա դուք եք այդ գործառույթը։ Ցավոք սրտի, այո, մենք այնպես չէ, որ լավ օրից ենք հիմա փողոցում, բայց մյուս կողմից մենք պատրաստ ենք նաև իշխանությունների հետ համագործակցել իրավիճակը շտկելու համար, այսինքն լուծումներ առաջարկել, խնդիրները բարձրաձայնել, կառուցողական կերպով, օբյեկտիվ կերպով, ցավոք դեռ այդ բացությունը, պատրաստակամությունը չենք տեսնում, բայց որոշակի դրական միտում կա, որ գոնե մեր ներկայացուցիչները հանդիպում են, որոշակի Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ է կարծես թե ձեր այո, հարաբերությունները։ հիմնական շփումը փոխվարչապետի հետ է,
սոցիալական բնույթի հարցերով, բայց մենք ցանկանում ենք նաև ոչ սոցիալական հարցերին էլ անդրադարձ ունենալ, նախնական քննարկում կա, որ մասնագիտական խմբեր ձևավորվեն տարբեր հարցերով, բնակարանային զբաղվածության, միգուցե մշակութային ժառանգության պաշտպանության, մենք կարծում ենք, որ մի շարք այլ ուղղություններով էլ պետք է ունենանք, որ այս մասնագիտական, փորձագիտական խմբերը եւ մեր կողմից նշանակված անձինք եւ իշխանությունների կողմից նշանակված անձինք ավելի խորը համապարփակ կերպով խնդիրները ուսումնասիրեն եւ լուծումների փաթեթներ մշակեն ու ներկայացնեն իշխանություններին։ Սա բավականին ողջամիտ կառուցողական մոտեցում է, եթե քաղաքական կամքը լինի, որ բազմաթիվ եղած խնդիրներ, շտկումներ ստանան։ Մենք պատրաստ ենք որպես լրատվամիջոց աջակցել ձեզ եւ ունենք ընդամենը 3 րոպե, ես ուզում եմ այս հարցը հնչեցնել։ Մետաքսե Հակոբյանը հայտարարեց, որ Արցախի սահմանադրությունում կլինի փոփոխություններ։ ԱԺ-ի գործունեության շարունակությունը եւ նախագահի գործունեության շարունակությունը ապահովող մեխանիզմներ կստեղծվեն։ Հիմա գտնում եք, որ այս պահին սա ժամանակն է, որ անդրադառնաք Արցախի սահմանադրությանը։ Ես ներգրաված չեմ այդ գործընթացներում ու մանրամասն տեղյակ չեմ, ցավոք, բայց ասեմ, որ ոչ մի բանի դա չի էլ խանգարում, որ ասում եք հիմա գտնում եք ժամանակն է թե չէ, որքան հասկանում եմ ժամանակն է միայն այն պատճառով, որ Արցախի ազգային ժողովի ժամկետը ավարտվում է առաջիկա մայիսին, այո, եւ ձևական առումով, ֆորմալ առումով կարիքը կա իրավական լուծումներ տալու այս եղած թնջուկին, որպեսզի գոնե պետական ինստիտուտների պահպանման, ֆորմալ պահպանման շարունակականության հարցը լուծված լինի։ Բայց որ պետության, պետական որ ինստիտուտի, եթե դուք հիմա Հայաստանի Հանրապետություն Արցախի Հանրապետության, որը այս պահին բոլորս ընկալում ենք, որ շատ ֆորմալ է, ձևական է, բայց վտարանդի իշխանություններ են։ Եթե նայեք Հայաստանի իշխանությունները ինչ են մեկնաբանում, ասում են Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետություն չէ, բայց պետության մեջ պետություն չէ։ Ուղղակի Եվ առաջարկում են Հայաստանից դուրս ձեր այդ վտարանը։ Ես ձեզ հարց եմ տալիս, երբ որևէ երկրի պաշտոնյա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, այլ երկրի պաշտոնյա, ասում ենք այդ երկիրը հիմա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն օրինակ Ֆրանսիայի նախագահը կամ արտգործնախարարը այցելում է Հայաստան կամ Ռուսաստանի։ Մենք ասում ենք հիմա Ֆրանսիան Հայաստանում է, Ռուսաստանը Հայաստանում է։ Ոչ, այս մարդիկ պաշտոնյաները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ բռնի տեղահանված են, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո որպես անձինք, տեղահանված անձին, քանի որ ՀՀ իշխանությունները իրենց չեն ճանաչում որպես պաշտոնյա, բայց ինձ համար որպես Արցախի քաղաքացի, ինձ համար իրենք միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտոնյաներ են։ Ուզում եմ հասկանալ, ինչ խնդիր կա այստեղ։ Այս մարդիկ պետական ինստիտուտներ, լավ, եթե իրենք իրենց ժողովը, ազգային ժողովի նիստը անեն Zoom-ով, վիրտուալ տարածքում, որևէ խնդիր կա այդտեղ, թե չէ։ Խնդիրների մասին արդեն հետագայում կզրուցենք հաջորդ մեր հանդիպումների ժամանակ։ Պարոն Բեգլարյան, ես ասեմ, որ մենք հեռախոսազանգեր ունենք, արդեն չենք հասցնի պատասխանել։ Սիրով տրամադրում ենք մեր հարթակը ձեր շարժմանը, այնպես որ կամ փակագծեր, որոնք կարող ենք այստեղ բացել եւ նաեւ Սփյուռքի հետ շփվել, առնչվել, խնդիրները ներկայացնել։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն, պարոն Բեգլարյան։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։